Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիգրան Ավինյանը վախենում է լրագրողներից։ Տիգրան Ավինյանը չէ, լրագրողներից չի վախենում։ Բայց ինչու եք այս ապակին, այս ժողովրդավարության բաստիոնը, այս մի քիչ իրար չեն հակասում։ Մի հատ բան հարցնեմ, էլի այսքան ժամանակ դուք նման խնդիր ունեք, որ ազգային ժողովում է, չէ՞, ոնց որ այդ օթյակում որտեղ դուք աշխատում եք, էլի ապակի կա։ Հայս, ինչի է այնտեղ նորմալ, ստեղ աննորմալ։ Չէ, mən ուզում եմ հասկանամ ինչ տարբերություն։ Այսինքն նա որ չէ, ինչ չէ, տեսեք, նախ ես ուզում եմ տեսեք, նախ ես առնվազն ես կարամ իմ մոտեցումը ասեմ, բայց ընդգծում եմ, սա իմ մոտեցումն է, ես նման որոշում չեմ կայացրել, բայց անկեղծ ասած այդ որոշման մեջ է ոչ մի զարհուրելի բան չեմ տեսնում։ Նախ վերադառնամ, ինձ թվում է, որ այն ինչ որ ի սկզբանե է, ազգային ժողովում միշտ եղել է դա ու բոլորը նորմալ են վերաբերվել, երբեք դա որպես մամուլի ազատության սահմանափակում չի դիտարկվել, բայց դա նորամուծություն է, հիմա մեր մոտ նոր է դրվել, որ ի սկզբանե դրված էր, ինձ թվում է դա խոսալու առարկա չէր լինելու։ Մի վարքան, ժողովուրդ ջան, եկեք մի հատ բան պայմանավորվենք, էլի, ես ավարտեմ, դուք կարձագանքեք, այսքան ժամանակ չի եղել, չէ՞, արձագանքեք, տենց բանի տեղ չդնեմ, եկեք հարգալից շփվենք։ Հասկացա, այս հարցը հասկացել եմ հիմա։ Կոնկրետ այս դեպքում ես օրինակ նկատել եմ, որ երբ որ անցած անգամ ավականու անդամների միջև հրմշտոց սկսվեց, եթե չեմ սխալվում, ավականու անդամներից մեկն էր, որ այդ հատվածով անցում կատարեց դեպի ոնց որ ոչ թե դռնով, այլ այդ հատվածով անցում կատարեց, դա մեկ, երկրորդը եթերը լուսաբան չի եղել, այս բան Արփի ջան, կարող է սխալ եմ հիշում, շատ բարի, հարցազրույց ընդեղ, չգիտեմ, ես տենց բան եմ հիշում, կարող է սխալ եմ հիշում, կարող է ավականու անդամ չէր։ Հա, հիմա հաջորդը ժողովուրդ ջան, հիմա տեսեք, նիստը տեսաձայնագրվում է եւ քաղաքապետը ինչ որ պահի կարող է որոշում կայացնել, որ նիստը պետք է այլևս չտեսաձայնագրվի, չպետք է հեռարձակվի, որովհետեւ հեռարձակման իմաստը, եկեք բովանդակային նայենք, ես հասկանում եմ, որ կարող է ձեր նյութերի դիտելիության առումով դա հետաքրքիր է, կարող է որոշ քաղաքացիների հետաքրքիր է, թե ոնց են մարդիկ իրար հետ վիճվում, բայց այս նիստերի հեռարձակման իմաստը այն է, որ քաղաքացիները իրազեկված լինեն նրա մասին, թե ինչ է քննարկվում ավականում, ինչ որոշումներ են կայացվում, ինչ տեսակետներ կան հեռարձակվում նրա համար, որ մեր ժողովուրդը տեսնի, թե ոնց են տարբեր ավականներ, ըստ իս մի վարքան ժողովուրդ ջան, չընդհատելու պայման է, էլի ինչպես են որոշ ավականիներ, իմ կարծիքով ավականու համար ոչ վայել վարքագիծ դրսևորում։ Հետևաբար, երբ որ եթերը դադարեցվում է, եթերը պետք է դադարեցվի, ոչ թե մի հատ լինի քաղաքապետարանի եթեր եւ եւս 12 ձեր եթեր, օրինակ պայմանական թիվ եմ ասում, եւ մեկը դադարեցվի, մյուս 12-ը չդադարեցվել, դադարեցվի բոլորը։ Եւ կարծում եմ նաեւ այդ նպատակով արվել, որպեսզի նաեւ վարակույրը կարողանա մի վարքան։ Չէ, ժողովուրդ ջան, լինելու իրավունք, այսինքն եթե ավականու անդամները որոշել են միմյանց ծեծել դահլիճում, քաղաքապետը որոշում է ուղիղ հեռարձակումը անջատել, բայց չի որոշում, որ քաղաքացին պիտի տեղյակ չլինի իր ընտրած ավականու անդամը ինչ է։ Շատ բարի։ Կամ օրինակ նույն Նորքի քաղաքապետարանի դեպքը, եթե ուղիղ հեռարձակում չլիներ, լրատվականները ներկայացված չլինեին, երևի այդպես էլ հանրությունը չի իմանար ինչ է տեղի ունենում կամ ինչ արեց Նորքի քաղաքապետարանը։ Ներողություն եմ խնդրում, բայց կոնկրետ այդ դեպքով հանրությունը այդ դեպքի մասնակիցներից մեկից հանրայնորեն իմացել է մի հեռախոսային խոսակցության մասին, որը հանրային չէր։ Ես հիմա չեմ մեկնաբանում այդ խոսակցությունը, բովանդակությունը պատեհ չէր, բայց առնվազն այն ինչ որ եղել էր վարչական շրջանի ղեկավարի եւ կոնկրետ Արթուր Չախոյանի մասնավոր խոսակցությունը ինքը դա հանրայնացրեց։ Հետևաբար այն որ այդ պահին եթերը անջատվի, բայց ներսում հրմշտոց լինի, այնպես չի որ հանրությունը դրա մասին չի իմանալու, որովհետև այդ ներողություն եմ խնդրում, որովհետև այդ ավականու անդամները ինչ որ պահի այդ դահլիճից դուրս են գալու, չեն մնալու այնտեղ եւ մեծ սիրով վստահ եմ ձեզ եւ մյուս գործընկերներին պատմելու են, թե ինչ օրինակ լինում է ազգային ժողովի դաշտ, շատ բարի, մամուլի աշխատողների աշխատանքն է խոչընդոտում։ Շատ բարի, ես չեմ համարում դա խոչընդոտում, ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ մեր երկրում եւ դրա մասին իդեպ ազգային ժողովի նախագահն էլ իր վերջին հարցազրույցներից մեկում խոսեց, որ ընդհանուր
համապետական ազգային ժողովի եւ կոնկրետ դեպքում ոնց որ այսօր գործընկերներից մեկ ասես քաղաքային պարլամենտի ընդհանուր մարդիկ հիմա վրթովված են եւ այս նիստերը շատ մարդկանց մոտ նայելու ցանկությունը բացակայում է ժողովուրդ ջան եկեք ճիշտը խոսանք էլի այսինքն ոչ մեկին մեզ այնտեղ նստած ես երբ որ նստած այնտեղ նայում եմ ինձ տհաճա եւ ես պատկերացնում եմ որ հաստատ ձեր եթերը նայող քաղաքացիներին մեր եթերը նայող քաղաքացիներին ներողություն եմ խնդրում հաճելի չի հետևաբար մեր ասածը այն է որ մենք տեսնում ենք որ մեր հերարցակումը նրա մասին է որ քաղաքացիներին պետքա բովանդակություն մատուցվի բովանդակային քննարկումներ, քաղաքային որոշումներ, ոչ թե ծեծ կրտուկ, ոչ թե ղալմաղալ, ոչ թե ներողություն եմ խնդրում շուկայի մակարդակի բազար։ Եթե դուք դա ուզում եք լուսաբանեք, խնդրեմ, լուսաբանեք, բայց ոչ կապված քաղաքապետարանի այս դահլիճի հատվածի հետ։ Լուսաբանեք ստեղ, ասուլիս արեք, ճեպազրույց արեք, հրավիրեք հարցազրույցների եւ այլ, բայց մենք ուզում ենք մեր միանշանակ դիրքորոշումը մեր քաղաքացիներին պարզ լինի, որ ժողովուրդ ջան, մենք կողմ չենք այս բովանդակությանը, ներողություն, շատ բարի Ժողովուրդ ջան, ես հիմա պետքա երկար դետալների մեջ, ոչ, ես չեմ ասում մենք կռիվանենք, ես ասում եմ, որ ցավոք սրտի, նորից եմ ասում, այսինքն դուք կարծում եք, որ մենք վերահսկում ենք ընդդիմության վարքագիծը, մենք, որ դուք մեզնից պահանջում եք, որպեսզի կռիվ չլինի, հիմա ես ստիպված պետքա ասեմ, որ այդ կռիվները ըստ իս հրահրվում են ընդդիմության կողմից, եւ այլ, մենք բովանդակային քննարկմանը հակված ենք, լավ, մենք հիմա լավ, դուք ավարտեք, ես ասեմ Շատ բարի։ Չկա, ես հարց եմ տալիս։ Չէ, բանավեճի է վերացնում։ Չի ցանկանում տեսնել։ Վստահ եմ, որ չի ցանկանում։ Ուրեմն վեճերը լինում են հենց ձեզ հետ, ԿՊ-ի հետ են բոլոր վեճերը։ Ես չեմ կարողանում զուգահեռ։ Որովհետև հանրությունը պետք է տեսնի, թե ինչպիսի իշխանություն եւ ընդդիմություն ունի, որոնք բովանդակային հարցերը թողած կարող են ազատություն տալ լեզուներին, բռունցքներին եւ մարմնի այլ մասերի։ Հետեւաբար, հիմա դուք ասում եք, որ մամուլը դա չլուսաբանի ինչի համար։ Չէ, ես նորից եմ ասում, այն ինչ որ մեր քաղաքական վարքագծում մենք տեսնում ենք ինչ որ ռեֆլեքսիայի հիմք եւ ոչ պատշաճ ենք համարում մեր որոշ գործողություններ, երեք գործընկերներից մեկը ավականն նիստում Նորքի թաղապետարանի հայտնի դեպքով իր գործողությունը կատարեց եւ ինձ թվում է այդքանով կարելի է թեման փակված համարել։ Բայց երբ որ դուք ասում եք, որ ամբողջ պատասխանատվությունը ինչ որ կատարվում է ավականու նիստերի դահլիճում իշխանության վրա, արդար չեք, որովհետեւ մենք հակված ենք կառուցողական քննարկմանը, բայց կներեք, երբ որ օրինակ Տիկին Փոստանջյանը իրան թույլ է տալիս կանգնի տեղից գոռա, զուգահեռ քաղաքապետին խոսա, մենք հիմա որ այդ մարդուն դուրս հրավիրենք կամ իր նկատմամբ ինչ որ բիրտուշ կիրառվի, ասեն ընդդիմությանը ճնշում են։ Ասում ես մի խոսացեք այդ դա ընդհանրապես անդաստիրակ վարքագիծ է, ներողություն, խնդրում, դա քաղաքական ելույթ չի, դա քննադատություն չի, դա ուղղակի տարական դաստիարակության կանոնների չպահպանումը, երբ որ մարդը քո հերթը չի խոսալու, կանգնում գոռում է, լայվ է մտնում, իր նիստին զուգահեռ իր սեփական նիստն է վարում, մենք դա չենք կարող վերահսկենք, մենք դրա համար ասում ենք ժողովուրդ ջան, մենք հակված ենք կառուցողական քննարկման, այսօր քաղաքապետը ասում է ժողովուրդ ջան, թեման աղբանության արտոնություններն է, եկեք դա քննարկենք, մեկը ներողություն եմ, ես օրինակ բերեցի, ես ուղիղ բերեցի, Չէ, որտեվ ասվեց, որ դե այնպես արեք, որ դա տեղի չունենա, ես անկեղծ ասում եմ, իշխանությունը միայնակով, ոչ գործադիր իշխանությունը, ոչ ԿՊ խմբակցությունը, ոչ Հանրապետություն խմբակցությունը չի կարող վերահսկի, որ օրինակ Մայր Հայաստան խմբակցությունը, ելովն ենք, ազգային առաջընթաց խմբակցությունը, Հանրային ձայնի գործընկերները ինչ վարքագիծ դրսևորեն, որտեվ այդտեղ բոլորը ավականու անդամներ են, Հանրապետությունը ասեցի ԿՊ-ն, Հանրապետությունը, ազգային առաջընթացը ասեցի այնա, ձեր գործընկերն է գլխով անում։ Այնտեղ պատ է եղել, որը քանդվել է Մարությանի իշխանության օրոք, Ում իշխանության օրոք։ Մարությանի քաղաքական Շատ բանի։